Ազգային ժողովի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այս օրերին մենք կրկին տեսնում ենք նույն հին դեմքերը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այսպես կոչված քաղաքական եկորյակներ, որոնք չեն իջնում եթերից։ Իրար հերթ չտալով դուրս են գալիս բեմ եւ նորից հարձակվում են մեր պետության, մեր պետականության վրա։ Նրանք կրկին սուտ մատնություններով փորձում են սևացնել Հայաստանը, մեղադրելով մեր երկիրը իբրև պատերազմ սադրելու մեջ, բայց եկեք հարց տանք, ով է տարիներ շարունակ սադրել, բաժանել, թուլացրել մեր երկիրը, ով է հիմք դրել պատերազմների ու հակամարտությունների, միթե դա ժողովուրդներ, թե հենց նրանք, ովքեր երբեք չեն հաշտվել Հայաստանի անկախության և ժողովրդավարության գաղափարի հետ։ Նրանք չեն կարող ապրել խաղաղության մեջ, որովհետև իրենց քաղաքական էությունը կոնֆլիկտից սնվող է։ Եթե չկա բախում, իրենք պարզապես գոյություն չեն ունենա։ Եթե չկա հակամարտություն, իրենք կորցնում են իրենց դերը։ Եվ այդ պատճառով էլ նրանք ամեն կերպ փորձում են քաոս ստեղծել, որպեսզի նորից դառնան անփոխարինելի։ Բայց ժողովուրդը գիտի նրանց իրական նպատակը, միշտ նույնն է եղել՝ իշխանություն, հանուն թալանի, հանուն վաճառքի, հանուն ծառայության, օտարին։ Սա է նրանց հոգեբանությունը՝ լինել ստրուկ, լինել հպատակ, լինել կամակատար։ Սակայն այսօր Հայաստանի քաղաքացին այլևս չի հաշտվում այդ մտածողության հետ։ Մեր ժողովուրդը արժանի է ապրել անկախ, խաղաղ եւ բարեկեցիկ պետությունում, եւ ոչ ոք, ոչ մի հին քաղաքական գործիչ չի կարող կանգնեցնել այդ ուղին։ Հայաստանը գնում է առաջ, ազատություն, դեպի զարգացում, դեպի փայլուն ապագա, եւ ոչ մի սուտ մատնություն, ոչ մի ստրկական մտածողություն չի կարող մեզ վերադարձնել անցյալի խավարին, փառք անկախ Հայաստանին։